Եկեք ինձ հետ ճանապարհորդության։ Եկեք շրջենք տիեզերքի հսկայական դատարկությամբ, անցնենք ժայռոտ ներքին մոլորակների կողքով։ Մեր նպատակակետը իսկական հսկա է արքա, որը տիրում է իր տիրույթին մեր արեգակնային համակարգում։ Սա Յուպիտերն է։ Այն ամենամեծ մոլորակն է, որը պտտվում է մեր արեգակի շուրջը, հսկայական մասշտաբի և շունչ կտրող գեղեցկության աշխարհը։ Յուպիտերն այնքան զանգվածեղ է, որ մեր արեգակնային համակարգի բոլոր մյուս մոլորակները կարող էին տեղավորվել նրա մեջ։ Նրա անհավանական չափը հարկանք է ներշնչում և անթիվ աստերոիդներ ու գիսաստղեր է քաշում իր զգողականության գրկում, ծառայելով որպես տիեզերական վահան մեր երկրի նման մոլորակների համար։ Այն գերիշխող ուժ է, երկնային պահապան, որի ներկայությունը ձևավորել է մեր մոլորակային ընտանիքի ջարդարապետությունը միլիարդավոր տարիներ շարունակ։ Յուպիտերը պարզապես մեծ չէ, այն հիմնովին տարբերվում է մեր հայրենի աշխարհից։ Երկիրը փոքր, ժայռոտ մոլորակ է, ամուր մակերեսով, որի վրա կարելի է կանգնել։ Մենք ունենք բարակ մթնոլորտ, որով շնչում ենք, և հող, որի վրա քայլում ենք։ Յուպիտերը դրանցից ոչ մեկը չունի։ Այն գազային հսկա է, ջրածնի և հելիումի հսկայական գունդ, նույն տարրերը, որոնք կազմում են արեգակը։ Եթե փորձեիք վայրէջք կատարել Յուպիտերի վրա, կշարունակեիք ընկնել նրա խիտ պտտվող ամպերի միջով։ Ամուր հող չկա, միայն գազի անընդհատ խորացող օվկիանոս, որը դառնում է ավելի տաք և խիտ, որքան խորն է իջնում, ի վերջո դառնալով տարօրինակ, մետաղական հեղուկ աներևակայելի ճնշման տակ։ Պատկերացրեք աշխարհ առանց մակերեսի, մոլորակ, որը գրեթե ամբողջությամբ կազմված է երկնքից։ Սա Յուպիտերի իրականությունն է։ Նրա մթնոլորտը գունագեղ ամպերի խորը, բուռն ծով է, ձգված շերտերով մոլորակի աներևակայելի արագ պտույտի շնորհիվ։ Յուպիտերի վրա մեկ օրը տևում է 10 ժամից պակաս, ցանկացած մոլորակից ամենաարագը։ Այս արագ պտույտը մթնոլորտը վերածում է հզոր ռեակտիվ հոսանքների, ստեղծելով գեղեցիկ զոլավոր նախշը, որը մենք տեսնում ենք մեր աստղադիտակներով։ Սպիտակ, դեղին, նարնջագույն և շագանակագույն այս շերտերը պարզապես ներք չեն կտավի վրա։ Դրանք դինամիկ եղանակային համակարգեր են, մեր ամբողջ մոլորակից մեծ փոթորիկներ, որոնք դարեր շարունակ մոլեգնում են տիեզերական քաոսի սիմֆոնիայում։ Այս հրաշալի աշխարհի մեր ըմբռնումը աճել է ամեն նոր առաքելության հետ, որը մենք ուղարկում ենք դեպի այն։ Pioneer և Voyager տիեզերանավերի առաջին թռիչքներից մինչև Galileo և Juno-ի երկարաժամկետ ուսումնասիրությունները, մենք բացահայտել ենք Յուպիտերի գաղտնիքների շերտերը։ Այս ռոբոտ հետախույզները մեր աչքերն ու ականջներն են արտաքին արեգակնային համակարգում, հետ ուղարկելով ցնցող պատկերներ և անկնահատելի տվյալներ։ Նրանք դիմակայում են ուժեղ ճառագայթմանը և հզոր մագնիսական դաշտերին, մեզ հնարավորություն տալով տեսնել մի աշխարհ, որն այնքան տարբեր է մերից։ Տեղեկատվության յուրաքանչյուր կտոր օգնում է մեզ հավաքել մեծ հանելուկը, թե ինչպես են ձևավորվում մոլորակները և ինչպես են զարգանում արեգակնային համակարգերը, մեզ ավելի մոտեցնելով տիեզերքում մեր սեփական տեղը հասկանալուն։ Յուպիտերի երեսով մոլեգնող բազմաթիվ փոթորիկներից մեկն առանձնանում է։ Դա այնքան հսկայական, այնքան հզոր և այնքան հին փոթորիկ է, որ դարձել է արեգակնային համակարգի խորհրդանիշը։ Մենք այն անվանում ենք մեծ կարմիր բիծ։ Սա այնպիսի փոթորիկ չէ, ինչպիսին մենք գիտենք երկրի վրա, որոնք տևում են շաբաթներ։ Մեծ կարմիր բիծը հսկայական անտիցիկլոն է, բարձր ճնշման համակարգ, որն անընդհատ պտտվում է առնվազն 400 տարի, այն պահից ի վեր, երբ մարդիկ առաջին անգամ աստղադիտակները ուղղեցին դեպի երկինք։ Այն մանուշակագույն ամպերի պտտվող մրրիկ է, բավական լայն, որպեսզի քուլ տա ամբողջ երկիրը, քամիները մոլեգնում են, ժամում հարյուրավոր կիլոմետրեր արագությամբ։ Ինչն է մեծ կարմիր բծին տալիս իր տարբերվող կրակոտ գույնը։ Ճշմարտությունն այն է, որ մենք դեռ լիովին վստահ չենք։ Դա Յուպիտերի բազմաթիվ հարատև գաղտնիքներից մեկն է։ Գիտնականները ենթադրում են, որ Յուպիտերի մթնոլորտի խորքից քիմիական նյութերը փոթորկի հզոր հոսանքներով բարձրանում են ամպերի գագաթները։ Այնտեղ դրանք ենթարկվում են արեգակի ուլտրամանուշակագույն լույսին, որն առաջացնում է քիմիական ռեակցիաներ, որոնք ստեղծում են կարմրավուն միացություններ, որոնք հայտնի են որպես քրոմոֆորներ։ Այս տիեզերական քիմիական ապուրի ճշգրիտ բաղադրիչները մնում են գաղտնիք, հանելուկ,
որը Ջունոյի նման առաքելություններն ակտիվորեն փորձում են լուծել, խորը նայելով փոթորկի անպամած շղարշի տակ։ Մեծ կարմիր բիծը մենակ չէ։ Ուպիտերի մթնոլորտը փոթորիկների քաոսային պատկերասրահ է, ինչպես մեծ, այնպես էլ փոքր։ Կան սպիտակ օվալներ, շագանակագույն բարժեր և հսկայական ցիկլոններ, որոնք հավաքված են մոլորակի բիևերներում, դասավորված ցնցող երկրաչափական նախշերով։ Այս փոթորիկները ծնվում են մոլորակի ներքին ջերմությունից, որը ջարագայթվում է դեպի դուրս և փոխազդում է նրա արագ պտույտի հետ։ Ի տարբերություն երկրի, որտեղ եղանակը հիմնականում պայմանավորված է արևային էներգիայով, Ուպիտերի եղանակը ներքին աշխատանք է։ Այն ավելի շատ ջերմություն է արտադրում, քան ստանում է հեռավոր արեգակից, ստեղծելով մթնոլորտային բուռն շարժման ինքնապահպանվող շարժիչ, որը հարյուրամյակներ շարունակ սնուցում է այս հրաշալի մոլորակային չափերի փոթորիկները։ Այս փոթորիկների դիտարկումը օգնում է մեզ հասկանալ ֆիզիկայի օրենքները ծայրահեղ պայմաններում։ Հեղուկների դինամիկան արագ պտվող, զանգվածեղ գնդի վրա, ինչպիսին Ուպիտերն է, բնական լաբորատորիա է օդերևութաբանների և ֆիզիկոսների համար։ Ուսումնասիրելով նրա եղանակի օրինաչափությունները, նրա փոթորիկների երկարակեցությունը և նրա ամպերի կազմը, մենք սովորում ենք այն հիմնարար սկզբունքների մասին, որոնք կառավարում են մթնոլորտները ամենուր, ներառյալ մերը։ Մեծ կարմիր բիծը պարզապես գեղեցիկ հատկանիշ չէ։ Այն պատուհան է դեպի այն հզոր ուժերը, որոնք ձևավորում են գազային հսկա մոլորակները ամբողջ տիեզերքում, բնության հում ուժի հավերժական հուշարձան մոլորակային մասշտաբով։ Գուպիտերը պարզապես մենակ հսկա չէ։ Այն իր սեփական մանրակերտ արեգակնային համակարգի կենտրոնն է։ Այն իր զգողականության գրկում պահում է արբանյակների հսկայական ընտանիք, առնվազն 95, որոնք մենք մինչ այժմ հայտնաբերել ենք, և հավանաբար ավելին թաքնված խավարում։ Այս արբանյակները պարզապես ձանձրալի, մոխրագույն ժայռեր չեն։ Դրանք ինքնին բազմազան և հետաքրքրաշարժ աշխարհներ են։ Յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ պատմությունը։ Դրանք տատանվում են փոքրիկ, գրավված աստերոիդներից, որոնք ընդամենը մի քանի կիլոմետր լայնություն ունեն, մինչև Մերկուրի մոլորակից մեծ հսկաներ։ Այս երկնային արքունիքը պտվում է մոլորակների արքայի շուրջը, վկայություն Ուպիտերի հսկայական զգողական ուժի, որը նա գործադրում է արեգակնային համակարգի իր անկյունում։ Արբանյակների այս անհավատալի հավաքածուի մեջ առանձնանում են 4-ը։ Դրանք Գալիլեյան արբանյակներն են, որոնք հայտնաբերվել են Գալիլեո Գալիլեի կողմից 16-ին։ Դրանց անուններն են Իո, Եվրոպա, Գանիմեդ և Քալիստո։ Այս հայտնագործությունը հեղափոխական էր։ Այն ցույց տվեց, որ տիեզերքի ամեն ինչ չէր պտվում երկրի շուրջը, ապացույցի կարևոր կտոր, որն օգնեց փոխել մեր տեսակետը երկիր կենտրոնից դեպի արեգակ կենտրոն տիեզերք։ Գանիմեդը ամենամեծ արբանյակն է ամբողջ արեգակնային համակարգում, սառույցի և ժայռի աշխարհը, իր սեփական մագնիսական դաշտով։ Իոն ամենաակտիվ հրաբխային մարմինն է, որը մենք գիտենք նրա մակերեսը անընդհատ վերափոխվում է հարյուրավոր հրաբուխներից արտահոսող ծծմբային լավայով։ Եկեք ավելի մոտենանք այս աշխարհներից մեկին, Եվրոպայի հարթ, սառցե շերտին։ Առաջին հայացքից այն կարող է թվալ որպես հանգիստ, սառած անապատ, բայց նրա ճաքճքած, սառցե կեղևի տակ թաքնված է արեգակնային համակարգի ամենահետաքրքիր գաղտնիքներից մեկը։ Ուպիտերի հզոր զգողական ուժը անընդհատ սեղմում և զգում է Եվրոպան, ջերմություն առաջացնելով նրա ներսում։ Գիտնականները կարծում են, որ այս ներքին ջերմությունը բավարար է սառույցի տակ թաքնված աղի ջրի հսկայական գլոբալ օվկիանոսը պահպանելու համար։ Այս ստորգետնյա օվկիանոսը կարող է պարունակել ավելի քան կրկնակի ավելի շատ ջուր, քան երկրի բոլոր օվկիանոսները միասին վերցրած, դարձնելով այն հիմնական թիրախ մեր որոնումներում կյանք գտնելու երկրից դուրս։ Եվրոպայի վրա թաքնված օվկիանոսի հնարավորությունը փոխում է ամեն ինչ։ Երկրի վրա, որտեղ էլ որ հեղուկ ջուր գտնենք, կյանք են գտնում, իսկ նույնիսկ մեր օվկիանոսների ամենախոր խորություններում, հիդրոթերմալ աղբյուրների շուրջ։ Արդյոք նման բան կարող է տեղի ունենալ Եվրոպայի վրա։ Կարող է արդյոք կյանք գոյություն ունենալ այդ մութ, այլմոլորակային օվկիանոսում, սնուցվելով քիմիական էներգիայով, որը դուրս է գալիս արբանյակի ժայռոտ հատակից։ Մենք դեռ չգիտենք պատասխանը, բայց պարզապես հնարավորությունը գայթակղիչ է։
Ապագա առաքելություններ են նախագծվում Եվրոպայի վրա վայրեջք կատարելու, սառույցի միջով հորատելու և վերջապես զոնդ մտցնելու այդ թաքնված ծովը, որոնելով մարդկության պատմության մեծագույն հայտնագործություններից մեկը։ Չնայած այն ամենին, ինչ մենք սովորել ենք, Յուպիտերը դեռ շատ խորը գաղտնիքներ է պահպանում։ Մենք միայն քերծել ենք մակերեսը, կամ ավելի ճիշտ, ամպերի գագաթները։ Ամենամեծ անպատասխան հարցերից մեկը գտնվում է մոլորակի սրտի խորքում։ Արդյոք Յուպիտերը ունի ամուր միջուկ։ Մեր մոդելները հուշում են, որ նրա կենտրոնում կարող է լինել ժայռի և սառույցի փոքր, խիտ միջուկ, մոլորակի ձևավորման մնացորդ։ Սակայն, Ջունո տիեզերանավի վերջին տվյալները հուշում են, որ միջուկը կարող է լինել ավելի անորոշ, քան նոսրացված, խառնված վերին մետաղական ջրածնի շերտի հետ։ Յուպիտերի միջուկի բնույթը բացահայտելը կարևոր է հասկանալու համար, թե ինչպես կարող էր նման հսկա մոլորակ ձևավորվել արեգակնային համակարգի վաղ շրջանում։ Մեկ այլ խորը գաղտնիք է Յուպիտերի հզոր մագնիսական դաշտի աղբյուրը։ Այն ամենաուժեղն է մեր արեգակնային համակարգի բոլոր մոլորակներից, գրեթե 20,000 անգամ ավելի հզոր, քան երկրինը։ Այս մագնիսական դաշտը մոլորակի շուրջ ստեղծում է հսկայական, վտանգավոր մագնիսոլորտ, լիցքավորված մասնիկներին թակարդելով ուժեղ ճառագայթման գոտիներում, որոնք մահացու կլինեին ցանկացած անպաշտպան տիեզերագնացի համար։ Մենք կարծում ենք, որ դաշտը առաջանում է մոլորակի խորքում գտնվող հեղուկ մետաղական ջրածնի պտվող օվկիանոսից, գործելով որպես հսկա էլեկտրական դինամո։ Բայց ճշգրիտ մեխանիզմները բարդ են և լիովին հասկանալի չեն, ներկայացնելով մոլորակային գիտության սահմանը, որը մենք ակտիվորեն ուսումնասիրում ենք։ Ուրեմն, ինչու է հեռավոր գազային հսկայի ուսումնասիրությունը կարևոր մեզ համար այստեղ, երկրի վրա։ Պատասխանն այն է, որ Յուպիտերը մեր սեփական անցյալի բանալին է։ Այն ժամանակի փառք է մեր արեգակնային համակարգի վաղ օրերից։ Քանի որ այն այնքան զանգվածեղ է, նրա կազմը հավանաբար շատ քիչ է փոխվել այն պահից, երբ այն առաջին անգամ ձևավորվել է 4.5 միլիարդ տարի առաջ։ Ուսումնասիրելով նրա քիմիական կազմը, մենք ըստ էության դիտում ենք գազի և փոշու սկզբնական միքամածության նմուշը, որից ծնվել են մեր արեգակը և բոլոր մոլորակները, ներառյալ Երկիրը։ Յուպիտերի պատմությունը հասկանալը, իրականում, մեր սեփական պատմության առաջին գլուխը հասկանալն է։ Ի վերջո, Յուպիտերին հասկանալու ձգտումը պայմանավորված է նույն ուժով, որը շարժել է բոլոր մեծ հետազոտությունները, հետաքրքրասիրությամբ։ Դա մեր տիեզերական կապի մասին է, մեր ցանկության իմանալու մեր տեղը տիեզերքում։ Յուպիտերը հանդես է գալիս որպես մոլորակային պաշտպան, նրա զգողականությունը մեզ պաշտպանում է բազմաթիվ հարվածներից։ Այն ծառայում է որպես լաբորատորիա ծայրահեղ ֆիզիկայի համար, և այն հյուրընկալում է արբանյակներ, որոնք կարող են կյանք պարունակել։ Յուպիտերի ուսումնասիրությունը մեզ սովորեցնում է այլ աստղերի շուրջ մոլորակային համակարգերի ձևավորման մասին և տեղեկացնում է բնակելի աշխարհների մեր որոնումները։ Դա մեծ, խոնարհեցնող ձգտում է, որը ընդլայնում է մեր տեսակետը և հիշեցնում, որ մենք հսկայական, հին և հրաշալի բանի մաս ենք։